Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Վերջին օրերին շատ քննարկվեց Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան սպասավորների կուսակրոնության ուխտը խախտելու հարցը։ Սրա վերաբերյալ հրապարակային բազմաթիվ հարցադրումներ արվեցին կոնկրետ անձանց մասով, եւ եթե նախորդիվ այս հարցը մեր հանրության մեծամասնության շրջանում մշտապես եղել է ընդհանրապես ասեկոսեների մակարդակում քննարկման առարկա, ապա դատելով հարցի հասցեատերերի շարունակական լռությունից, ուղղակի հնարավոր չէ հետևություն չանել առ այն, որ այս ենթադրությունները ամենևին ենթադրություն չեն, եւ որ Գարեգին Բեն կամ այլևս Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը, որ նա ունի զավակ եւ հետեւաբար պիտի կարգալույծ լինի եւ անհապաղ ազատի վեհարանը։ Այս հարցն իհարկե տարբեր քաղաքական եւ հասարակական խմբերի կողմից արժանացավ տարատեսակ արձագանքների, հաճախ կենտրոնանալով հարցի բարձրացման ձևի վրա եւ անտեսելով բուն բովանդակությունը։ Իսկ քաղաքական ընդդիմության արձագանքն առհասարակ վերաբերվում էր թեմայի շուրջ թերևս ամեն ինչին, բացի հարցի բուն էությանը։ Իսկ հարցի էությունն ու բովանդակությունը առավել քան հստակ է։ Վերջը, հարգելի ընդդիմություն։ Այդ մարդը խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Հարցս ուղղում եմ Տիկին Խամոյանին, ով ցավոք այստեղ չէ, ով շատ է սիրում ուղիղ հարցեր տալ եւ ուղիղ պատասխաններ ակնկալել։ Հիշեցնեմ, որ Տիկին Խամոյանն իր երեկվա հուզիչ ելույթում դեմքի լուրջ արտահայտությամբ վարչապետից պահանջում էր ուղիղ պատասխաններ, թե վերջինս ինչ է ուզում հայ ժողովրդից եւ ակնկալում ուղիղ պատասխան։ Հիմա Տիկին Խամոյան հարցը ի տարբերություն ձեր հարցին ամենևին հռետորական չէ, ուստի դրան ուղիղ պատասխանները շատ ավելի հեշտ է։ Վերջը Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Այո կամ ոչ։ Այսա как раз եկել է Տիկին Խամոյանը։ Ունեք պատասխան Տիկին Խամոյան։ Չունեք։ Չեք պատասխանում եւ գիտեմ ինչու չեք պատասխանում, որովհետեւ գիտեք, որ մենք եւ մեր հանրությունը գիտենք հարցի պատասխանը եւ հետեւաբար որևէ պատասխան չի բխում ձեր շահերից, քաղաքական ցուկցվանգի մեջ եք։ Ինչևէ, սիրելի հայրենակիցներ, ես ամենևին Հայ-Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդներից չեմ, ով ամբողջությամբ ուսումնասիրել եւ տիրապետում է եկեղեցական ներքին կանոններին ու ընթացակարգերին, ինչպես օրինակ վարչապետն է, ավելին նախքան հայտնի կուսակրոնության հարցի քաղաքական օրակարգում հայտնվելը, ես նույնիսկ վստահ չէի, որ դա կաթողիկոսին կարգալույծ անելու հիմք է։ Իհարկե հայրմերը գիտեմ, նոր կտակարանը կարդացել եմ, ընդ որում մի քանի անգամ։ Ունեցել եմ բազմաթիվ հարցեր, դրանք տարբեր առիթներով քննարկել եմ մի շարք հոգևորականների հետ։ Եվ տպավորված եմ եղել բառից դրական իմաստով։ Եվ վստահ եմ, որ իմ նման շատերն ունեցել են եկեղեցու հետ շփման նույնքան փորձառություն, ինչքան ես։ Սակայն ես եւ իմ նմանները նույնիսկ չտիրապետելով կուսակրոնության ուխտի եւ այլ կանոնների մշտապես զգացել ենք, որ մի բան այն չէ։ Եվ եթե փորձեմ համառոտ նկարագրել, թե ինչը այն չէ, ասածս կլինի հետեւյալը։ Մեր եկեղեցու սպասավորները բաժանվում են երկու տեսակի։ Առաջին, բառից ուղիղ իմաստով հոգևորականներ, ում լոկ ներկայությունն արդեն իսկ հաղորդում է օրհնության, վեհության, խաղաղության, հոգևոր հանգստության էներգիա, ովքեր իսկապես իրենց մեջ կրում եւ հաղորդում են Աստծո ներկայությունը։ Եվ երկրորդը, հոգևորականի քողի ներքո հայտնված հոգևոր արժեքներից զերծ անձինք, ում ներկայությունն առաջացնում է նվազագույնը դատարկության եւ խավարի զգացողություն։ Եվ ցավալիորեն սիրելի հայրենակիցներ, այս տեսակն է հայտնվել եկեղեցու ղեկին, եւ սա է թերևս այստեղ մի բան այն չէ զգացողության հիմնական պատճառը։ Սրանց մեղքերն իմ ընկալմամբ շատ ավելի ծանր են, քան բոլոր աշխարհիկ կյանքով ապրող մեղավորներինս, քանզի պայմանական նույն իսկ հաճախ ավելի ծանր մեղքեր գործում են Աստծո անվան ներքո։ Սա թերևս փարիսեցիության ամենագրոտեսկային դրսևորումն է։ Այսա հարգելի ընդդիմություն, դասական սրբապղծություն է։ Շարունակելով ձեզ հետ կիսվել եկեղեցականների հետ ունեցած շփման փորձառությունից, ձեր թույլտվությամբ կխոսեմ վերոնշյալ խմբի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Աշակ arczepiskopos Խաչատրյանի մասին։ Հարգելի գործընկերներ, եկեղեցի կառավարություն հարաբերությունների հանձնաժողովի շրջանակում վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում վարչապետի կողմից նշանակվել էի կառավարության ներկայացուցիչ եւ ահա այս աշխատանքային ձևաչափում առիթ եմ ունեցել շփվել վերոնշյալ սուբյեկտի ղեկավարած պատվիրակության հետ։ Ցանկացած բանական մարդու մտքով կանցներ, որ օրակարգի առաջնային հարցերի շրջանակը պետք է ներառեր մեր եկեղեցիների կառավարմանն ու վերանորոգման առնչվող հարցերը, հաշվի առնելով, որ դրանց մի մասը գտնվում է եկեղեցու հաշվեկշռում, իսկ մի մասը կառավարության կամ մասնավորապես ԿԳՄՍ հաշվեկշռում։ Թվում է, թե եկեղեցին ուրիշ էլ ինչ քննարկման թեմա պիտի ունենա կառավարության հետ։
Բայց արի ու տես, որ ժամեր տևած մի քանի քննարկումների չսպառվող միակ օրակարգային հարցը եկեղեցու հարկային դաշտից ամբողջապես դուրս բերելն էր, որն ըստ էության փաստացի իրողություն էր այդ պահին, սակայն օրենքով ոչ ամրագրված։ Առաջին իսկ հանդիպման արդեն իսկ օրենքի նախագիծը թղթին հանձնած եւ ինձ փոխանցած այս խմբակը 3 ֆորմալ հանդիպում անընդմեջ գումարած ռեստորանային մտերմիկ մեկ ճաշկերույթի ամբողջ ընթացքում հիմնավորում էին այս պահանջը նրանով, որ քանի որ ՀՀ համանդրության մեջ ամրագրված է եկեղեցու ուրույն դերն ու առանձնահատուկ կարգավիճակը, հետեւաբար դա պիտի օրենսդրության մեջ արտացոլվի եկեղեցուն ամբողջապես տվեր տեղափոխելու տեսքով, այդ թվում ներդրումների մասով։ Մարդիկ մաքսատուրք չէին ուզում վճարել, ինչն իհարկե անընդունելի էր կառավարության համար։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ չափազանցած չեմ լինի, եթե այդ օրերի հոգեվիճակս բնութագրեմ սուր կոգնիտիվ դիսոնանսով պայմանավորված էկզիստենցիալ ճգնաժամով։ Մի հոգեվիճակ եւ որևէ երևույթի տվյալ պարագայում հոգեվորականի կերպարի վերաբերյալ նախկինում ունեցած բոլոր պատկերացումներդ լղոզվում են կամ պտտվում գլխի վայր եւ ինքդ սկսում ես քեզ հարցել տալ. լավ, արդյոք նորմալ է, որ սրբազանի վեղար կրող վերոնշյալ սուբյեկտը պտտվում է Mercedes Magnus-ի G-Class AMG Geländewagen մոտ $100,000 արժողությամբ ավտոմեքենայով, ունի անձնական վարորդ ու առանձին դուռ բացող փակող։ Արդյոք նորմալ է, որ սրբազանի կոչում ունեցող վերոնշյալ սուբյեկտը խոսքի մեջ օգտագործելով հայհոյանքներ, հավանաբար դրանով փորձելով հետս ոչ ֆորմալ կամ ընկերական գիծախբերական խոսակցություն ծավալել, կիսագողական փողոցային բառապաշարով շփվի պետական այրերի հետ։ Արդյոք նորմալ է, որ սրբազանի կոչում ունեցող վերոնշյալ սուբյեկտն իրեն լիավունք վերապահի ռեստորանում մատուցողի հետ ստրկատիրոջ դերի մեջ մտած կամահարական տոնայնությամբ խոսի վերջինիս հետ եւ այսպես շարունակ։ Իսկ առհասարակ այս օրերի քննարկումների ամենատպավորիչ եւ ոչ պակաս դիսոնանս առաջացնող զգացողությունն այն էր, թե ինչքան ավելի մոտ էր Աստծուն ֆինանսների փոխնախարարը, ով հիմնավորում էր եկեղեցականների պահանջի անթույլատրելիությունը, քան Խաչատրյանն ու իր խմբակը, ովքեր ոչ մի կերպ չէին հրաժարվում իրենց նորանոր G-Class Geländewagen-ներ գնելու հեռանկարից։ Այսքանի հարցի էմոցիոնալ եւ բարոյական մասով։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու եւ պետության հարաբերություններին հարկայի դաշտի համատեքստում, կառավարության դիրքորոշումը այդ օրերին եւ հիմա էլ կարծում եմ պիտի լինի հետեւյալը։ Եկեղեցին պետք է ամբողջապես մտնի հարկային դաշտ եւ որևէ ձեռնարկատիրական գործունեություն պետք է հարկվի ուղիղ այնպես, ինչպես ոլորտի այլ ձեռնարկությունները, ինչից հետո քննարկելի է երկու տարբերակ։ Առաջին, կառավարությունն ամբողջապես եկեղեցուն է վերադարձնում գումարը, հավաքագրված գումարը, որպես նվիրատվություն, սակայն այն հատկացնում է կոնկրետ ծրագրերի շրջանակում եւ իրականացնում է վերահսկողություն այդ գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ։ Եվ երկրորդ, կառավարությունը չի վերադարձում հավաքագրված գումարը եւ եկեղեցին ամեն տարի դիմում է կառավարությանը կամ որևէ հաճախականությամբ կոնկրետ ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Կառավարությունն իր հերթին քննում է ծրագրի նպատակահարմարությունը, որից հետո որոշում է կայացնում տրամադրել գումար թե ոչ։ Համաձայնվեք, որ տրամաբանական է կառավարությանն ընձեռնել նման հնարավորություն։ Ի վերջո, միգուցե կառավարությունը չի ուզում հարկատուների գումարով Արշակ Սրբազանին G-Class Geländewagen գնել։ Իսկ այժմ ուզում եմ դիմել Աստծուն իսկապես մոտ եւ մեզ աշխարհիկ մարդկանց Աստծուն մոտեցնող հայ առաքելական Սուրբ Եկեղեցու իրական սպասավորներին։ Եկեղեցին այն տարիներ շարունակ պղծած խմբակը չէ։ Եկեղեցին դուք եք եւ դուք պետք է այս ամենի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնեք։ Ես ձեզ կոչ եմ անում այլևս չհանդուրժել այս ամենը եւ վերադարձնել եկեղեցին ժողովրդին, վերադարձնել եկեղեցին Աստծուն։ Եվ վերջում անդրադառնալով քիչ առաջ որոշ ելույթներին կուզեմ անդրադառնալ նախ Քրիստինե Վարդանյանի հնչեցրած մտքին։ Տիկին Վարդանյանն այստեղ ասում է, թե այս օրակարգը կեղծ է եւ սրա նպատակն է շեղել հանրությանը այս հարցերից եւ թվում է հարցեր, որոնք անդիմությունը վերջին 6 տարիների ընթացքում նախքան ազգային ժողով ներկայանալ եւ դրանից հետո ամեն օրը տասնյակ անգամներ բարձրաձայնում են։ Ասած Էլինար Վարդանյանի դուք adekvat եք, ես ուզում եմ հասկանալ դուք ժողովրդին իսկապես անմեղսունակի տեղ եք դրա, այսինքն 6 տարի նույն բանը կրկնել ու ասել մենք այդ հարցերից խուսափում ենք, ես կարծում եմ դուք իսկապես պետք է աշխատեք ձեր վրա։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգարժան ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ։ Երեկ առավոտից, երբ Սամվել Կարապետյանը իր տանից դուրս գալով
պատտվեց ու իր պատերի տակ վիզը ծուր կանգնած նաև ընդդիմադիր պատգամավորներին ասաց գոհ եմ, բայց սրանց մի լավ դաս կտակ, ասում էի տեսնես մեր խեղճ պատգամավորները ինչ են անելու, որ բավարարեն Սամվել Կարապետյանին ու փաստորեն պետք է գային ու աշխարհացունց ելույթներ ունենային ու թողած այդ կարևոր հարցերը բոլորը իրենց ելույթները նվիրեին Սամվել Կարապետյանին։ Բայց հարգելի գործընկերներ, բոլոր մարդկանց տան առաջ եք գնում կանգնում ում հետևից, որ իրավապահ համակարգը գնում է, դա մենակ մեծահարուստների, որ բավարարեք իրենց, որպեսզի փոխհատուցեն ձեզ ինչ-որ կերպ։ Բայց երեսպաշտությունից եք նոր խոսում, համաձայն եք, որ յուրահատուկ երեսպաշտություն է, էլի պետք, որ գաս տեղ բարձր արժեքներից, բարոյական արժեքներից, ասենց դասեր տաս, բայց համաձայնած լինես դրանից առաջ, որ քո անունը լինի մի ցուցակում, որտեղ վերևի տողում գրած է Ռոբերտ Քոչարյան։ Սա ձեր բարոյական նկարագրի, ձեր արժեհամակարգի մասին ամենալավ ցուցիչն է։ Տիկին Վարդանյան, իդեպ ձեզ քանի որ անդրադարձա, ձեզ հանձնաժողովի նիստի ժամանակ մեր ասել էի, որ տենց ժամանակ ունեք, էլի կողմնորոշվեք եւ տեսակետ հայտնեք։ Արդյոք ձեզ համար եւս, ինչպես ձեր կուսակցական գործընկերոջ Հրանտ Մարգարյանի համար, հոկտեմբերի 27-ը ժողովրդական պորտկում էր։ Արդյոք ձեզ համար եւս օրհասական է նոր հոկտեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետությունում։ Արդյոք ձեզ համար եւս այդ նոր հոկտեմբերի 27-ը կլինի սրբության սրբոց։ Իհարկե հիմա իրավապահ համակարգի դեպ դրա հետ կապված աշխատում է, բայց դուք որպես տենց 100-ամյա կուսակցություն ձեր դիրքորոշումը հայտնեք։ Ձեր կուսակցական դիրքորոշումն է դա, թե չէ։ Թե կարող է հանկարծ ասեք, որ դա եւս տենց յուրահատուկ միջամտություն եւ բաներ քաղաքական գործընթացներում։ Կողմնորոշվեք։ Բայց հարգելի գործընկերներ, զգացած կլինեք, որ վերջին շրջանում կարմիր թելի նման այսպես իրենց ելույթներում անցնում է մի թեզ, որ այս իշխանությունը կոռումպացված է, թալանչի է, եւ դա ունի հստակ պատճառ։ Ուրեմն իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո, երբ մենք ասում ենք սրանք թալանչի են, սրանք հանցագործ են, ասում են դե ապացուցեք, դուք եք իշխանություն։ Հիմա փաստաթղթավորված ապացուցվում է դատական ուժի մեջ մտած վճիռներով, պետությանը վերադարձված գույքերով, միլիոնավոր դրամների, որ դուք թալանչի եւ հանցագործ եք։ Եվ հիմա էլ չեք կարողանում գալ ասեք, որ դե ապացուցեք։ Իհարկե ամբողջությամբ չի ապացուցված, դեռ լիքը ժամանակ ապացուցվելու է հերթով։ Էլ չեք կարողանում ասեք, բանը ապացուցեք։ Արդեն ասում եք ժողովուրդ նայեք, սրանք էլ են թալանչի, բայց մենք այդ ձեր fake նաև նյուզերով, բացի ձեր դեմքով, որ դա անում եք, նաև fake նյուզերով ձեր հարցակումներին հիմնավոր հերքումներ են լինում, բայց ձեր հերքումը դրանի պատասխան լինում է մի բան, դատանում գնում ասում եք, այդ հանցագործ լինելու հետ կապված ես խնդիր չունեմ, այ վաղեմության ժամկետն է զուտ անց է հանցագործության, այդ դիմումներն են ձեր ապացույցները սրան։ Բայց հարգելի գործընկերներ, այս ամբողջ պատմության մեջ տուժեց մի մարդ, դա Մասիսի քաղաքապետն է, խեղճ, ով վերջապես գտել էին մի մարդ, ով համաձայնվել էր այս ամեն բանի տակ մտնել էլի եւ դառնալ ընդդիմության վարչապետի թեկնածու ու իդեպ ում համար փողոց դուրս չեք գալիս, ասում եք տրիգերը պետք որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց, ոգևորվել եք, մտածում եք տրիգերն է սեր, սա տրիգեր չէ։ Այդ մարդկանց, որ դուք տեսնում եք այսօր, երեք փողոցներում, այդ մարդկանց ստիպում բերում են, ու այդ մարդիկ մեծ դրա մասին ասում են, վստահ եմ կլինեն նաև ոստիկանությունում հաղորդումներ, սա տրիգեր չէ, հանգստացեք։ Նաև ասեմ, որ եթե անգամ դուք ունենաք ձեր երազած տրիգերը, հենց ձեզ սկսեն աջակցել Սալավիովները, Մարգարիտա Սիմոնյանները, Զախարովաները եւ այլ մարդիկ, դուք նորից նստելու եք եւ երազելու եք նոր տրիգերի մասին։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, իհարկե լավագույն միջոցը կուտակել նեգատիվ սոցիալական էներգիա, փորձել վերցնել բոլոր տեսակի էմոցիոնալ խնդիրները, փոխկապակցել միմյանց, նույնիսկ շատ դեպքերում հարստականորեն եւ ստեղծել մի իրավիճակ, որ որևիցե այլ ելք, քան այս ծայրահեղ ծանր իրավիճակից դուրս գալու համար բան չստեղծվի։ Տեսեք, Արցախը, անհետ կորածների խնդիրը, ներդրումների անվտանգություն, տարածաշրջանային անվտանգություն, հին եւ նոր բաները սա գումարել են իրար եւ գալիս են ասում են մենք այստեղ խնդիր ունենք եւ այդ խնդիրները պետք է լուծենք։ Եվ
Զարմանում եմ, ինչ-որ մեկը չմեղադրեց նաև Քենեդիի սպանության մեջ, որովհետև բոլոր հարցադրումները գնում էր դեպի, ասենց ասեմ, քիչ լրջից դեպի առավել անլուրջը։ Ինչևէ, ամենամեծ խնդիրը, որը փորձում են մեր ընդդիմադիր գործընկերները այստեղ ծավալել, հետևյալն է. արկա է խնդիր եկեղեցու եւ պետության միջև։ Ժորժ ջան, եկեղեցու եւ պետության միջև խնդիր չկա, կոնֆլիկտ չկա։ Դա առնվազն անհետեցություն է նման դատողություններ անելը։ Օրինակ, չգիտեմ, արգելվել է իշխող խմբակցության ներկայացուցիչներին եկեղեցի գնալ, աղոթել, թե վարչապետը օրինակ ասում է, որ մենք բացարձակապես որից առնչություն չենք ունում եկեղեցու հետ ունենանք, չէ, ամեն օր մենք ստանում ենք առնվազն մեսիջներ, որոնք հղում է կատարվում նոր կտակարանի վրա, ինչ օրինակ եկեղեցու կողմից չենք տեսնում։ Հիմա հարցը հետևյալն է, տեսեք, շատ հստակ հարց է ձևակերպված, պարոն Խաչատրյան լավ է, որ վերադարձավ, պարոն Խաչատրյան, օրինակ, ի վերջո, տեսեք, եթե ինչ-որ ինֆորմացիա են ասում, հստակ, ասում են, մենք համարում ենք, որ այս մարդը խախտել է այսինչ արգելքը։ Հիմա կամ հելեք ասեք, դա լկտի սուտ է, նման բան չկա, դա զրպարտություն է, դրա համար պատասխան եք կրելու, կամ ընդունեք դա, բայց ասել, գիտեք ինչ կա, դա ձեր գործը չի, դուք դրանով մի խառնվեք, դա սխալ հարցադրում է, դա առնվազն իմ կարծիքով վիրավորական է բոլորիս նկատմամբ, թե հավատավորների, թե բոլոր նրանց, ով պետական պաշտոն է զբաղեցնում։ Հիմա ասեմ, ինչու է հարցադրումը ես կարող եմ տամ այս ամբիոնից, որովհետև Հայաստանի Հանրապետության թե սահմանադրության, թե սահմանադրական ավանդույթի համաձայն երկու սուբյեկտ իրավունք ունի ազգային ժողովի, նորընտիր ազգային ժողովի առաջին նիստում հանդես գալու։ Հանրապետության նախագահ, տրադիցիոն եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Դա մի իրավունք է, որը վերապահված է ոչ թե սրան, նրան եւ այլն, դա վերապահված է ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ արդյոք մենք իրավունք չունենք դնել նման հարցադրում, որ վեհապար տերը պետք է համապատասխանի այն չափանիշներին, որի հիման վրա վերջինս կարող է դառնալ ամենայն հայոց կաթողիկոս եւ հանդես գալ ուղերձով։ Էլ չեմ ասում Հանրապետության նախագահի երդման ընթացակարգի մասին, որը կրկին սահմանադրական ավանդույթի ուժով ձեռքը դնում է ոչ ավել ոչ պակաս սահմանադրության եւ վեհամոր, այսինքն վեհապարի վեհամոր ավետարանի վրա։ Եվ բարձրապես հարցերը մեզ ուզում են եւ այս հարցերը պատասխան չեն ստանում։ Իհարկե շատ հեշտ է փորձել ամեն ինչ կապել իրար հետ եւ ասել, որ գիտեք դուք արշավ եք սկսել եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ արշավ սկսել չկա։ Եկեղեցիներ են քանդվում, չէ։ Արգելում են կրկին անգամ ասեմ պետ ծառայողներին եկեղեցական արարողությունների մասնակցել, ոչ, ընդհակառակը խրախուսվում է, ընդհակառակը դրա մասին խոսում ենք ամեն օր։ Բայց եթե կա խնդիր, դրա մասին պետք է խոսենք, բայց իմ ամենամեծ խնդիրը դաշնակցության հետ, գիտեք ինչու՞մն է։ Ժորժ ջան, լավ, այս ազգայնացման գործընթացը ինչ է քննադատում։ Դուք սոցիալիստական ուղղվածության կուսակցություն եք։ Դուք մշտապես կողմ եք եղել նրան, որ ռեսուրսները, հողը, ջուրը, ենթադրում եմ նաև էներգետիկան պետք է գտնվի հասարակության վերահսկողության ներքո, ինչու դրա մասին չեք խոսում։ Ինչու եք քննադատում այս գործընթացը։ Պարզապես դեք ինչն ավատը, այնքան իրարամերժ մարդ է հավաքվել ձեր շուրջ, որ դուք էլ չեք հասկանում, որ ճանապարհով կարելի է ընթանալ առաջ։ Հա, ամենաանհեթեթ բանը, որ ասում եք, տեսեք, աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ են տեղի ունենում։ Տեսեք, Իրան-Իսրայել հակամարտությունը, դա ձեզ ոչինչ չի ասում, ասում է։ Ձեզ ասել է Էրդողանը, որ դուք նման բան եք, հարկ անկեղծ, Էրդողանին լրիվ մեկ է։ Մեկ է թե Հայաստանում կաթողիկոսի հետ կապված ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Եկեք չգերագնահատենք մեր դերակատարությունը եւ ասել, որ գիտեք Էրդողանի պահանջն է կատարում դրա համար այսպիսի իրավիճակներ է ստեղծվում, առնվազն անլուրջ է եւ որևիցե եղանակով, չէ, մի բան կա։ Հասկանալի է, չէ։ Դա կկուտակի նեգատիվ սոցիալական էներգիան։ Էրդողան անունը կդնեք, կողքը կդնեք Ալիև, կողքը կդնեք Դավաճան, Սրբապիղծ եւ այլ բառերը եւ սա ըստ էության կձևավորվի էմոցիոնալ հենք որոշակի գործընթացներ ծավալելու համար։
Հիմա ազգայնացման բուն գործընթացին։ Գիտեք, ուրեմն Վարոն Խաչատրյանը շատ լավ կիմանա, որ Լատինական Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում երևի թե 10-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբից առավել հավանականորեն ստեղծվեց այսպես կոչված United Fruit Company-ն, որը սկսեց զբաղվել ոչ ավել ոչ պակաս բանանի վաճառքով։ Եվ այն աստիճաններ հզորացել այդ երկրներում, մասնավորապես Հոնդուրասում եւ այլ երկրներում, որ երկրները սկսեցին անվանել կրկին ոչ ավել ոչ պակաս բանանային հանրապետություններ կամ banana republics։ Եվ այդ իրավիճակում ես ունեմ հետևյալ հարցադրումը, կապված այսպես կոչված կրիտիկական ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության հարցում։ Տեսեք, եթե դու ըստ էության օտարում ես, մասնավորացնում ես այն ամեն ինչ, որ քո պետության կրիտիկական գոյության համար անհրաժեշտ է, եւ քո մոտ ձևավորում են կառույցներ, որոնք ավելի հզոր են կամ փորձում են տպավորություն ստեղծել, որոնք շատ ավելի հզոր են, քան պետությունը, արդյոք դու չես վերածվում բանանային հանրապետության։ Եվ արդյոք օրինակ իմ դաշնակցական գործընկերներին, սոցիալիստական ուղղվածության կուսակցության ներկայացուցիչներին չի ուզում կամ չի հետաքրքրում, թե ինչպես եւ ոնց ազգային ունեցվածքը, ազգային արժեքը վերադառնա ազգային վերահսկողության ներքո։ Ի վերջո, մենք ունենք մի իրավիճակ, երբ դեռևս 2002 թվականին հեծը օտարվել է։ Ընդ որում, եթե Ժորժ ջան ուշադրություն դարձեք, Ardis-ում կա, նաև քաղաքացիներն են։ Մի հատ նայեք այդ օտարման գործընթացները, էլի։ Սկզբից ինչ-որ Midland ընկերությանը, այնուհետև մեկ այլ ընկերությանը 2006-ին, այնուհետև երրորդ ընկերությանը։ Հիմա էլ այս ընկերությունը հեծի տերը իրականում, տեսեք, երկու ընկերություններ կան։ Մեկը Հայաստանի ռեզիդենտ է, մյուսը կիպրոսական ընկերությունն է, կասեք, ներդրումներ։ Հիմա Ժորժ ջան, արեք այս թվացial ներդրումների մասն է խոսանք, էլի։ Այսինքն ինձ ոչինչ չի խանգարում այսօր գնալ օրինակ Կիպրոսում գրանցել մի ընկերություն, բերեմ այն այստեղ ձեռնարկություն ծավալել այդ ընկերության հովանու ներքո եւ ասեմ սա օտարերկրյա ներդրում է։ Եվ մենք խոչընդոտում ենք օտարերկրյա ներդրումների իրականացմանը։ Չի կարելի անընդհատ մանիպուլացնել հանրության կարծիքը։ Ժորժ ջան, Կրիտիկական ենթակառուցվածքները կարևոր են ցանկացած պետության համար։ Եթե տեսել եք վերջի շրջանում Իսպանիայում տեղի ունեցած blackout-ի պատճառով ըստ էության երկրի էներգետիկ համակարգը խաթարվեց եւ իսպանական կառավարությունը հիմա հարցադրումներ ունի թե ինչպես անել, որպեսզի որևիցե եղանակով այս թվայնացման դարաշրջանում չբախվեն իրավիճակների հետ, որ էներգետիկ ռեսուրսները կարող են օգտագործվեն իջհարն այս կամ այն ուժերի կողմից։ Հիմա մենք մտածում ենք դրա մասին, թե ինչպես ազգային հարստությունը դառնա իրոք ազգային հարստություն։ Ի վերջո, կարճ պոստսկրիպտում եկեղեցի բարերար հարաբերությունների վերաբերյալ, տեսեք, շատ ենք խոսում բարերարների մասին, իհարկե գնահատելի է բարերարի գործունեությունը, բայց Փարիզի հայ առաքելական եկեղեցում մի շատ հետաքրքիր ցուցակ կա։ Այնտեղ թվարկված են բարերարների անունները։ Եվ մի բարերար կա, որ իմ դուրը շատ է գալիս, որտեղ այդ անունների մեջ գրած է հետևյալ, օրինակ, չգիտեմ, Պողոսյան, Սիմոնյան եւ այլն, եւ մի կարճ գրառում. անհայտ բարերար մ։ Բարերարությունը չի ենթարկում ընդգծես քո վեհությունը, բարերարությունը ենթադրում է նախ եւ առաջ ընդգծել եկեղեցու եւ Աստծո վեհությունը։ Աստված օգնական բոլորիս։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխոսնակներ, սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Ես ասացի նրանց, որ ռազմական հեղաշրջում է պետք։ Հայ առաքելական եկեղեցին ապազգային կառույց է։ Մեկը լինի այդ պորոտախոսներին հարցնի, այդ որ մեկը կարող եք առանցքին մի ամիս դիմանալ։ Դուք չգիտեք ում դեմ եք դուրս եկել, մենք KGB-ի հետ ենք խաղեր տվել։ Ձեր ինչ գործն է, հոգևորականը կին ու զավակ ունի, թե չէ, եկեղեցին անջատ է պետությունից։ Իշխանությունը պատերազմ է հայտարարել եկեղեցում, բայց մենք կհաղթենք այս պատերազմում։ Կարող եք գուշակել, թե որ մի քաղաքական գործչի խոսքերն է սա։ Միանգամից ասեմ, Շիրակի թեմի առաջնորդի։ Կներեք հարգելի հոգևորականներ, այդ ում եք հաղթում, որտեղ եւ երբ։ Հստակեցրեք, խնդրեմ։ Մեկն էլ կար ձերպես կրում էր, տեսանք ինչ կրեց։ Կխնդրեմ այսուհետ երբեք չանձնավորել ինստիտուտներն ու արժեքները։
Ինձ համար հայ առաքելական եկեղեցին Գարեգին II-ը չէ, ոչ էլ Աճապահյանն է, գուցե Արշակը զարմանա, բայց ոչ էլ ինքն է, ոչ էլ առավել եւս Մովսեսի բարթույթով տառապող Բագրատ Սրբազանը, ով ինչպես իր իսկ խոսքերից պարզ դարձավ իր մի քանի գործընկերների հետ, ինչ որ տարօրինակ կենտրոններից հետաքրքիր զանգեր ու հանձնարարություններ է ստանում։ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովուրդն է ի Հայաստան եւ իսփյուռս աշխարհի։ Երբ ամեն անգամ հողում եք հանում Սահմանադրության 17-րդ հոդվածին, ասելով թե եկեղեցին անջատ է պետությունից, ապա հիշեք նաեւ, որ եկեղեցին դուրս չէ պետությունից, առավել եւս վեր չէ պետությունից, եւ հենց սա է որ տանջում է ձեզ։ Որոշ հոգեվորականների սա դժվար է բացատրել։ Եկեղեցու պետությունից անջատ լինելը հարգելի հոգեվորականներ չի նշանակում, որ դուք կարող եք զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Այն իսկ պահից, երբ եկեղեցին սկսում է քաղաքական հայտարարություններ անել, դադարում է լինել ազգային բացառիկ ինստիտուտ, դառնում է կրոնական կազմակերպություն, դառնում է ՀԿ։ Ես չեմ ուզում իմ եկեղեցուն տեսնել որպես հասարակական կազմակերպություն։ Փոխարենը ուզում էի լսել կաթողիկոսից կամ հայկական եկեղեցուց որոշակի կոչ կամ որոշակի հայտարարություն, երբ մենք ամենաշատը ունեցել ենք դրա կարիքը։ Անգամ այս օրերին Ռուսաստանի Դաշնությունից են Հայաստան ժամանում որոշ հոգևորականներ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Կցանկանայի գեթ 1 քահանա տեսնել հաց բերողի հետ կապված ողբերգական իրադարձությունների ժամանակ։ Դե հաց բերողը փող չէր տվել ձեզ, անունիչ դնեիք գայք աջակցություն հայտնելու։ Կուզեի լսել եկեղեցու կոշն ու արձագանքը այն հոգևորականին, ով հրաժարվում էր զոհված զինվորի համար հոգեհանգստի կարգ մատուցել, հիմնավորելով, թե նա կնքված չէ։ Չեմ լսել ձեր կոչը նաև նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հստակ հրահանգավորված զինված խմբերը ավերում էին պետական կառույցները եւ մահափորձ էին կազմակերպում ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի դեմ։ Հարգելի կաթողիկոս, ինչու չասացիք, որ մենք բոլորս քույրեր եւ եղբայրներ ենք, քրիստոնյաներ ենք եւ պետք է սիրենք միմյանց։ Ինչ է, մեր վրա հարձակվողները քրիստոնյաներ չէին, այդ ոնց է լինում, որ երբ խոսքը ձեզ է վերաբերում, դուք հոգևոր ծառայություն եք իրականացնում, հոգևորական եք։ Հենց խոսքը մեզ է վերաբերում, դուք անմիջապես հիշեցնում եք, որ դու նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք եւ իրավունք ունեք կարծիք հայտնելու։ Չեմ լսել նաև կաթողիկոսի խոսքն այն քահանաներին, որոնք հայտարարում են, թե եկեղեցու դռները պետք է փակել իշխանությունների եւ իշխանություններին սատարող քաղաքացիների առաջ։ Այ այստեղ ստոպ։ Դուք գտնվում եք ոչ թե ձեր, այլ Աստծո տանը։ Դուք կարող եք փակել միայն ձեր եւ ոչ երբեք Աստծո տան դռները։ Աստծո անունից խոսելը չի նշանակում դառնալ Աստված, դուք ոչ Աստված եք, ոչ Հիսուս եք, ոչ էլ անգամ Սուրբ եք։ Դուք ընդհանրապես հոգեվորականներ եք, գալիս եք եւ գնում եք եւ ձեզ խնդրում եմ չասոցացնեք հայ առաքելական եկեղեցու հետ։ Որոշ հոգեվորականներ սա չեն հասկանա, որովհետև նրանց գործունեության սահմանները վաղուց անցել են աղոթքի, կրոնական արարողությունների, հոգևոր խոսքի սահմանները։ Մինչև հիմա մեր եկեղեցու որոշ սպասավորներ անիծում են Պապ Թագավորին։ Ինչու՞։ Միայն նրա համար, որ Պապ Թագավորը համարձակվել էր ասել եկեղեցականներին, որ չխառնվեն պետության գործերին, որ հոգևորականներին առաջարկել էր զենք վերցնել եւ պաշտպանել պետության սահմանները, որ կույսերին խնդրել էր ամուսնանալ, որովհետև պետությունը պահելու համար մեզ մարդիկ էին պետք։ Կուզեի, որպեսզի Պապ Թագավորից փառանձեմ թագուհու քննարկումներից հետո մեր եկեղեցական ժողովներում քննարկման պարտադիր հարց դառնալ, օրինակ, ինչպես է ստացվում, որ ըստ հայտնի տեղեկությունների եկեղեցու մոտակայքում խմբակային բռնության մեջ մեղադրվողի կողմից սարքված եկեղեցու օծմանն եք մասնակցում։ Օրնում եւ օծում եք այդ եկեղեցին։ Ձեր հախն էլ ստանում եք ու գնում եք։ Դուք այդ ինչ գրքերով եք քրիստոնեական ուսմունքները ուսումնասիրել։ Մեր եկեղեցում երբեք չի գործել ինդուլգենցիա ինստիտուտը, բայց դուք մի քիչ իհարկե այլ դրսևորմամբ այդ մշակույթը նաև մեր եկեղեցի մտցրեցիք, այսինքն ով Բենտլի չունի, հոգևորական չի։ Այս տրամաբանությամբ մեր երևի Սամվել Կարապետյանի եւ նրա կնոջ կիկլոպյան չափերի նկարն եք փակցրել վեհարանի պատին եւ խոնարհվում եք փողի առաջ։ Էլ Աստված, Քրիստոս, Տիրամայր, Աստվածամայր, սրանք թրենդի մեջ չեն։ Ճիշտը տաշիր գրուպն է։ Ով փող ունի, սուրբ է, ով փող չունի, եկեղեցում անգամ չի կարող մոմ վառել։ Գիտեք, ինձ մեր տանը սովորացրել են, որ անգամ հնում Վանքերի եւ եկեղեցիների մուտքերը շինարարները գիտակցաբար մարդու հասակից ավելի փոքր են կառուցել, որ Աստծո տուն մտնելիս ով ուզում ես լինես, խոնարհվես եւ գլուխդ կախ մտնես, բայց ես երբեք չէի կարող պատկերացնել, որ այս օրերին մենք պետք է խոնարհվենք ոչ թե Աստծո տան առաջ, այլ օլիգարխների նկարների առաջ, այն էլ էջմիածնում։ Բա ոնց չհավատամ երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, ով իր հուշերում նշում է, որ կաթողիկոսի հետ ունեցած զրույցում խոսելով մեր եկեղեցիների ու վանքերի անմխիթար վիճակի մասին մտահոգություն է հայտնել եւ կաթողիկոսը ասել է, որ սարերի գլխի վանքերն ու եկեղեցիները իրեն չեն հետաքրքրում։ Ձերը պետությունից գողացված կեղծ բարերարների փողերով եկեղեցիներն են, մեր հոգեղեն ու ոգեղեն կառույցները ձեզ ինչ։ Ում մոտ կաթողիկոս ու թեմի առաջնորդ եք աշխատում, նրանց է սրբադասում եք, մեռնեմ օրենքին։
Գումարի պակասն է ձեր տարել Մինսկ, բա հետ գայիք Մոսկվա, որտեղ էլի օլիգարխների փողերով կառուցված եկեղեցի կար, մտնեիք այնտեղ եւ որպես հայոց կաթողիկոս ասեիք եզրաստո այ զավակս, ինչու չես թողել 44-օրյա պատերազմի հերոսների նկարները բերեն եւ դնեն հայկական եկեղեցու բակում։ Գիտեք ինչու։ Որովհետև հերոսները ձեզ փող չէին տվել։ Եկեղեցում այսուհետ միայն օլիգարխների նկարները պետք է փակցնել։ Ձեր գործունեության ուղիղ համեմատականը դեռևս 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցված շուրջ 66 կրոնական կազմակերպություններն են։ Մարդիկ Աստծո խոսքը լսելու կարիք ունեն, հոգևոր խոսքի կարիք ունեն, բայց դուք ձեզ դրել եք սրբի տեղ եւ վանքի հավերն եք ուտում։ Հետեւաբար, հարգելի հոգևորականներ, խոսքս իհարկե ոչ բոլորին է վերաբերում։ Գտեք ձեզ շատ հայտնի պատմվածքների էջերում, քաղաքական քարտեզի վրա, բայց ոչ երբեք եկեղեցում, ոչ երբեք մեր հոգևոր տանը, ոչ երբեք մեր հոր տանը։ Երեք մեր ընդդիմադիր գործիչներից մեկը մեզ ասում էր գնացեք հայրմերը սովորեք։ Ես հայրմերը 5 տարեկանից գիտեմ։ Ես ընդհանրապես մի մարդու գիտեմ, ով հանրային կերպով խոստովանել է, որ չգիտի հայրմերը, խորհուրդ կտամ նրան ասեք, կարծեմ ձեր քաղաքական թիմի առաջնորդն է, մեկ էլ մի աստվածաշունչ նվիրեք։ Մեկ էլ մի կաթողիկոսի գիտեմ, որ հայրմերը չգիտի, ով դարձյալ եկեղեցիներից մեկի օծման ժամանակ հայրմերը կիսատ ասաց, հավանաբար շտապում էր կամ մի քիչ գինով ցած էր։ Նմանս զնմանս գտան է, կարդում ենք Սուրբ գրքում եւ ինձ համար զարմանալի չէ այս երկու օրերի այս համախմբումը։ Պարզվում է Գարեգին II-ը, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կաթողիկոս է դարձել ընտրակեղծ ծառայությամբ։ Հիմա ինչ ասեմ, ինչ որակի իշխանություն եք եղել, նույն որակի էլ ընդդիմություն եք։ Ձեր այսպես ասած թիմի ամեն մի հայտարարություն խոստովանություն է։ Դուք արյուն եք ուզում։ Նորից այրուն, այն պարագայում, երբ այս դահլիճում այրունը դեռ չի չորացել։ Մեկը 100 մահապարտ է փնտրում տերորիստական կազմակերպելու ու մահափորձանելու համար, մեկը մեծ հիշեցնում է Պապ Թագավորի մահվան հանգամանքները եւ զգուշացնում, մյուսը հոկտեմբերի 27-ը հոգու պորտկում է համարում եւ ուզում է, որ իր հոգին էլի պորտ կա, մեկը զինված հեղաշրջման փորձ է անում եւ այլն եւ այլն։ Ամփոփելով խոսքս ուզում եմ հղում տամ մեր գործընկերներից մեկին, ով վերջերս հարցազրույցի ժամանակ նշեց, որ 20 թվականի պատերազմից հետո հանդիպելով կաթողիկոսին խնդրել է, որպեսզի նա օգտագործելով իր դիրքը օգնի պետության ջանքերին, որպեսզի կարողանանք Ադրբեջանից գերիներին վերադարձնենք Հայաստան։ Կաթողիկոսի պատասխանը պարզապես ցնցել է. Ես այս իշխանությունների համար ոչինչ չեմ անի։ Այդ դեպքում բա ինչ էիք անում Շվեյցարիայում։ Եթե Շվեյցարիայի ձեր հայտնի ելույթի տեքստի բառերը բերենք եւ դնենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջերս տրված ասուլիսին, ապա պատկերը ամբողջանում է։ Հարգելիներս, ճշմարիտի հականիշը սուտը չէ, այլ կիսաճշմարտությունը։ Հայրենասիրության թշնամին ազգայնամոլությունը չէ, այլ հուռա հայրենասիրությունը։ Բարոյականության հականիշը անբարու չէ, այլ կեղծ բարեպաշտները։ Տիկնարկ եւ պարոնայք, ձեր շարքերում բազմաթիվ են կեղծ բարեպաշտները։ Խնդրում ենք վերանայել ձեր շարքերը։ Եվ Տիկին Վարդանյանին կուզեմ անդրադառնալ։ Տիկին Վարդանյան, ես կարծում եմ դուք մասնագետի կարիք ունեք, որովհետև դուք շատ ագրեսիվ եք։ Տեսեք, եթե ագրեսիվության դեմ պատվաստում կա, ապա կխնդրեմ գնաք եւ պատվաստվեք։ Եվ եթե ձեզ թվում է, որ ով ամենաշատը եւ ամենաբարձրն է հայհոյում թուրքերին, ապա նա էլ ամենահայրենասերն է, ապա դուք ճիշտ եք։ Դա ձեզ միայն թվում է։ Եվ եթե այդպես տրամաբանական լիներ, ապա ես կառաջարկեի, որ մենք ընդունեինք օրինակ հայհոյանքի օր եւ ազգովի նստեինք, անիծեինք ու հայհոյեինք թուրքերին, տեսնեինք դրանից ինչ էր ստացվելու։ Եվ վերջում Պարոն Արտվիկ Մինասյանն այստեղ չէ, բայց ամփոփելով խոսքս նաև նրան եմ ուզում երկու խոսք ասել։ Նրանց քաղաքական թիմի առաջնորդը վերջերս էլի խոսում էր հայկական հիմնադրամից ինչ որ 100 միլիոնի մասին։ Կխնդրեմ, որպեսզի հետագայում տեսնեք Ռոբերտ Քոչարյանին, անպայման նրան փոխացեք, որ դուք ստեղծել եք քննիչ հանձնաժողով, դուք 6 ամիս փորփրել եք, որպեսզի ինչ որ բան գտնեք, այդպես էլ չեք գտե, ավելին, երբ որ եկավ պահը, երբ դուք պետք է երկարացնեիք քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետները, դուք այդ օրը ինչպես միշտ ձերից օրակարգի շուրջ չեկաք եւ չհայտնվեցիք ազգային ժողովում։ Բալիստիկ հրթիռների մասով ինչ ասեմ, մեծ տերություններ իրար հետ կռվում են, այստեղ մեր ընդդիմությունը պահանջում է պարզապես Հայաստանի Հանրապետության վարչապետից, որ մի զանգ կատարի Իսրայել, մի հատ էլ Իրան եւ ասի խնդրում եմ այլևս իրար չկրակեք։ Այսքանը մեր ընդդիմության եւ մեր հոգեվորականության մասին շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, մեր փորձերը քննարկել բյուջեի կատարողականը կրկին կարծես թե չեն ստացվում, որովհետև ներքաղաքական եւ ոչ միայն օրակարգում արկա եռացող խնդիրները մեզ շեղում են ճանապարհից եւ ես նույնպես կշեղվեմ ճանապարհից եւ կսկսեմ այդ շեղումը արձագանքելով նախ եւ առաջ քաղաքացիական պայմանագրի իմ գործընկերներին։ Պարոն Աղաջանյանը հարցնում է այո կամ ոչ։
կուսակրոնության ուխտի խախտում տեղի ունեցել, թե ոչ, ես կարծում եմ այդ հարցը այլևս ակտուալ չէ, բոլորի համար արդեն իսկ վաղուց պարզ է, որ այո, որովհետև եթե լիներ պատասխանը ոչ, այդ ոչը արդեն լսած կլինեինք, բայց մենք լսել ենք ամեն ինչ, սկսած նրանից, որ Գրիգոր Լուսավորիչն էլ է երեխա ունեցել, ավարտված նրանով, որ դե բայց դուք էլ փորձեք մի ամիս դիմանալ առանց էգ, տեսնեմ կստացվի թե ոչ, ամեն ինչ լսել ենք, բացի երկու տառանոց բառից, պարզ, որն է ոչը, հետևաբար պատասխանն է այո, եւ ես կարծում եմ այդ հարցը այլևս պետք է չտրվի։ Պարոն Ռուբինյանը հարգաժան հարցնում է մեր ընդդիմադիր գործընկերներին, արդյոք նորմալ է, որ մարդը, որը ստորագրել է կուսակրոնության ուխտը ինքը խախտում է, ես կարծում եմ, որ սխալ հասցեատեր եք պարոն Ռուբինյան ընտրել, որովհետև եթե մարդկանց համար նորմալ է, որ մարդը չբավարարելով նստակյացության եւ քաղաքացիության ցենզին երկու անգամ առաջադրվի եւ ընտրվի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, ինչ խնդիր կա, որ կուսակրոնության ուխտը ստորագրած վեհարանը զբաղեցնող անձնել խախտի կուսակրոնության ուխտը եւ շարունակի զբաղեցնել այն տեղը, որը որ զբաղեցնում է։ Եվ այս պայմաններում, երբ տիկին Խամոյանը գալիս եւ մեզ հարցնում է, դուք ամոթ ունենք, այո, ես կուզեի նույն հարցը ձեզ ուղղել, բայց քանի որ այդ հարցի պատասխանը ինձ համար ակնհայտ է, ես այդ հարցը չեմ ուղղի, որովհետև եթե դուք ունենայիք ամոթ, դուք այստեղ նստած չէիք լինի, որովհետև կամա չէիք կանգնել մի մարդու կողքին, որը երկու անգամ խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, չբավարարելով նստակյացության եւ քաղաքացիության ցենզին առաջադրվել եւ ճակերտավոր ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, չէիք կանգնի մի մարդու կողքին, որը խաղ ցուցարարների վրա կրակելու հրաման է տալիս եւ բազմաթիվ այլ բաներ պրիվետ ասելու համար, մասնավորապես քաղաքացուն ծեծելով սպանելը առնվազն հանդուրժելուն հանդուրժում է, եթե ամոթ ունենայիք չէիք կանգնի նման մարդու կողքին։ Ինչևէ, հիմա սկսեմ արձագանքել ընդդիմադիր մեր գործընկերներին, տիկին Քրիստինե Վարդանյանը ասում է, որ կառավարությունը պետք է ազգայնացվի։ Հարգելի գործընկերներ, կառավարությունը ազգայնացվել է 2018 թվականին, կառավարությունը ազգայնացվել է եւ դրա համար է, որ 7 տարի է ինչ աղմկում է գետը, այսինքն ձեր ամբողջ տարապանքը, այն մղկտոցը, որ մենք 7 տարի շարունակաբար լսում ենք, այն նրանից է, ներսից եւ դրսից լսում ենք, նրանից է, որ կառավարությունը վերջապես ազգայնացվել է 2010-ամյակներ անց 2018 թվականին ազգայնացվել է։ Տիկին Գրիգորյանը ասում է, որ ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլեր ենք մենք կատարում եւ ճիշտ ասած ինձ մոտ հարց է առաջանում, երբանից է սեռական հարաբերություններ ունենա դարձել ազգային ինստիտուտ։ Ինձ համար դա նորություն է, կարծում եմ, եթե սեռական հեղափոխություն է սպասվում մեր երկրում, այդ մասին մեր գործընկերները պետք է բարձրաձայն հայտարարեն։ Ինչի է կարևոր այս խնդիրը։ Խոսել ենք, շատ անարդար իրավիճակ է եկեղեցուն ստեղծել, որովհետև ժամանակին եկեղեցու սպասավորները, որոնք որ մտածել են, որ իրենք ուզում են ունենալ ընտանիք եւ երեխաներ, հրաժարվել են եկեղեցում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից, ընտրելով ընտանիք եւ երեխաներ ունենալու հնարավորությունը, իսկ որոշ ընտրյալներ համ բարձրաստիճան պաշտոններն են ձեռք բերել, համ ունեն երեխաներ եւ ընտանիք։ Եվ ստացվում է, որ այն մարդիկ, որոնք որ ուղակի հավատացել են կանոններին, որոնք իրենք իսկ իրենց համար սահմանել են, ուղակի եկեղեցու հարիվներն էին ընդամենը։ Եվ շատ անարդար իրավիճակ է, հարգելի գործընկերներ, եւ զարմանում եմ, որ դուք տոգորված այդքան արդարության վերականգնմամբ շատ հաշտեք եւ համերաշխ ես իրավիճակի հետ։ Ինչն է սրբապղծություն տիկին Գրիգորյանի համար։ Թվարկեց թե ինչն է սրբապղծություն, բայց փաստորեն սահմանադրության խախտումը կոպտորեն տիկին Գրիգորյանի համար սրբապղծություն
Չէ սեփական ժողովրդի վրա կրակելը սրբապղծություն, չէ միլիարդներ հետ գցելը սրբապղծություն, չէ եւ այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ շաբաթներ առաջ դեռևս հարց են ուղղել մեր ընդդիմադիր գործընկերներին, թե որտեղից Ռոբերտ Քոչարյանին 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամի պարտատոմ սեր, ավելի քան 1.4 միլիոն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի 260 միլիոն ռուբլու եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ, ավելի քան 20 միլիարդ դրամ եւ որտեղից 22 տարեկանում փոքրիկ Քոչարյանին 1 միլիարդ 74 միլիոն դրամ նայրի ինշուրանսում վերահսկող փաթեթ գնելու համար այդ հարցի պատասխանը չկա, միայն պատասխան ստանում ենք, որ ասում եք 4 միլիարդ է, պարզվել է 200 միլիոն դոլար է, ընդամենը 200 միլիոն դոլար։ Հիմա մեկ այլ կինոեն հարգելի գործընկերներ, ֆոկուսնիկ սահմանադրագետները, մեր ընդդիմադիր գործընկերները տենց բան ունեն, թիմ ունեն ֆոկուսնիկ իրավաբանների, որոնք ըստ նպատակահարմարության պարբերաբար լոճում են մեր սահմանադրությունը, մեր օրենքները եւ հիմա երբ խոսք է գնում այն մասին, որ սահմանադրությունը հստակ սահմանում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից, ասում են հետևյալը, մեջ բերեմ, սահմանադրությունը ելնում է ասիմետրիայից, պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, եկեղեցին իրավունք ունի իր պաշտոնատար անձանց միջոցով խոսել բոլոր ընթերությունների մասին, որը որ ունի այսօրվա Հայաստանի պետական իշխանություն եւ դա չի կարող դիտվել որպես պետություն եկեղեցի անջատ լինելու սկզբունքի խախտում։ Չկա որևէ իրավական նորմ, որը թույլ է տալիս գործել այնպես, ինչպես հիմա գործում է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 6-րդ հոդվածը արգելում է պետությանը միջամտել, բայց այ սահմանադրության 41-րդ հոդվածը իրավունք է տալիս ՀՀ ցանկացած քաղաքացու, այդ թվում բնականաբար նաև եկեղեցու սպասավորներին ազատ արտահայտելու իրենց կարծիքը։ Բա այս մենք ՀՀ քաղաքացի չենք, բա մենք չունենք այդ ազատ կարծիքը արտահայտելու իրավունք։ Բայց սա դեռ մի կողմ։ Այս նույն սահմանադրագետները, ուրեմն տարիներ առաջ սահմանադրության մեկնաբանություններ են գրել եւ այդ թվում անդրադարձել են սահմանադրության համապատասխան հոդվածին, որը եկեղեցի պետություն տարանջատված լինելու սկզբունքն է մեկնաբանում եւ այսպես են մեկնաբանում նույն սահմանադրագետները, որոնք որ հիմա ասում են, որ այդտեղ ասիմետրիա պետք է լինի։ Եկեղեցուն կարելի ամեն ինչ, պետությանը ոչինչ։ Ուրեմն, այսպես են մեկնաբանել, սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու պետությունից անջատ լինելու սկզբունքը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, աշխարհիկ պետությունում պետության եւ եկեղեցու գործունեության ոլորտները սահմանազատված են, ոչ մի դավանանք պարտադիր չի համարվում, պաշտոնական պետական կրոնգոյություն չունի, նման պետությունում կրոնական կազմակերպությունները ապա քաղաքական վերկուսակցական կազմակերպություններ են, պետական գործառույթներ չեն կատարում, քաղաքականությամբ չեն զբաղվում, աշխարհիկ պետությունում գործող կրոնական միավորումները, եկեղեցական կանոնները եւ նորմերը չեն կարող ազդել պետական կարգի, պետական մարմինների եւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության, պետական կրթական համակարգի եւ պետության գործունեության այլ ոլորտների վրա։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ եթե դուք ձեզ համարում եք պրոֆեսիոնալներ, ապա առնվազն պետք է ձեր խոսքում լինեք կայուն եւ եթե մի անգամ տվել եք մի մեկնաբանություն, հետո նպատակահարմարությունից ելնելով բոլորովին այլ մեկնաբանություն չտաք եւ վերջում ուզում եմ նորից անդրադառնալ եկեղեցու որոշ սպասավորների, բայց Լեհաստանի պատմության մի փոքր դրվագի մեջ բերմամբ ես երբ դեռ երիտասարդ էի, վաղ երիտասարդության տարիքում, ես մի անգամ ուսումնասիրում էի Լեհաստանում լյուստրացիայի պատմությունը եւ ինձ համար այդ պահին շատ զարմանալի ձևով արձանագրեցի, որ լյուստրացիան Լեհաստանում հասել է ընդհուպ միջև եկեղեցի եւ նաեւ վերջին հերթով արդեն տարատեսակ պաշտոնյաներին եւ խավերին լյուստրացիայի միջոցով մաքրելու, այսպես ասած, վերջին փուլում նաև եկեղեցի է բան հասել եւ եկեղեցու սպասավորներ են ենթարկվել լյուստրացիայի։ Այն ժամանակ ինձ դա շատ զարմանալի էր թվացել եւ ես չէի հասկացել ինչու է դա այդպես եղել։ Հիմա ասեմ, որ հասկանում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ջուլակյան։
Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես հարակից զեկուցող որպես կարող էի ավելի շատ ժամանակ տրամադրել ելույթի համար, սակայն չխոսեցի, որպեսզի իմ անձնական տեսակետները կարողանամ այստեղ հայտնել ելույթի տարբերակով ու ցավոք կուզենայի բոլորին լսեի հետո անփոփիչ անդրադառնայի, բայց ոչինչ, քանի որ արդեն իսկ հնչած որոշ մտքերի կարելի է անդրադառնալ ու որոշ բաներ վերջնական փորձել բացատրել։ Ես կփորձեմ մի քիչ մնալ հարցի շրջանակներում, անցած տարվա բյուջեի կատարողականի, բայց երևի չստացվի միայն այդ շրջանակներում մնալ։ Ուրեմն ինչ են ասում մեր ընդդիմադիր գործընկերները։ Տիկին Գյուրեղյանը ափսոս դալիճում չի, բայց երևի կլսի իր ելույթը սկսեց այն խոսքերով, որ անցած տարվա բյուջեի կատարողականը այն մասին էր, թե ինչպես է իշխանությունը երկիրը տանում անդունդ։ Ու սկսեց թվարկել տարբեր խնդիրներ՝ կոռուպցիայի մասին, արտագաղթի մասին, կրթության մասին, նոր հարկեր ավելացնելու մասին։ Ընդհանրապես կան թեմաներ, երբ որ խոսում է մեր ընդդիմությունը, մտածում ես կոնկրետ այս թեմաներով գոնե պիտի չխոսեն, օրինակ արտագաղթի մասին, որտեղ կան պարզ վիճակագրություն ու թվեր, ու եթե համեմատեք ինչա տեղի ունեցել օրինակ 90-ականներին, 2000-ականներին հատկապես ու հիմա պիտի լռեք ուղղակի։ Կրթության մասին դաշնակցությունը ընդհանրապես իրավունք չունի խոսելու, որովհետև կրթության այն վիճակը ու գիտության այն վիճակը, որ մենք ունենք, այդ արդյունքն է այն կրթական քաղաքականության, որի պատասխանատուն հիմնականում եղել են ձեր կուսակցության անդամները։ Բայց ամենահետաքրքիրը այս ուղղակի մասնագիտական բանը պետական պարտքի մասին ամենասիրած թեմաներից մեկն է։ Ինչ է ասում Տիկին Գյուրեղյանը, որը հետո կրկնում են մնացած բոլորը առանց թեմայի մեջ խորանալու։ Ասում է պետությունը, իշխանությունները կրկնապատկել են Հայաստանի արտաքին պարտքը։ Նախ առաջինը արտաքին պարտքը չեն կրկնապատկել, եթե թվերը հետաքրքիր է ասեմ, արտաքին պարտքը 18 թվականին եղել է 5.5 միլիարդ դոլար, 2024 թվականի վերջին եղել է 6.27 միլիարդ դոլար, այսինքն անգամ 1.5 անգամ չի ավելացել։ Բայց այդքան որ խոսում ենք, որ ասում ենք պարտքի մասին, որ խոսում ենք, պիտի բացարձակ թվերով չխոսեք, պիտի նայեք տնտեսության մեջ ինչ կշիռ կազմում, ինչքան ասացինք, մեկը չհամաձայնեցին։ Ես երեք մի հատ փոքր էքսպերիմենտ արեցի, ուրեմն բացել եմ Տիկին Գյուրեղյանի հայտարարագիրը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված, նայում եմ 2021 թվականին Տիկին Գյուրեղյանի վարկերի մնացորդը եղել է 1 միլիոն դրամ։ 2024 թվականի վերջին եղել է 23 միլիոն դրամ։ Այսինքն Տիկին Գյուրեղյանի պարտքային բեռը ավելացել է 23 անգամ։ Հիմա մենք կարող ենք սրա հիմա վրա ասել, որ այդ ընտանիքը վատ վիճակում է հայտնվում, կործանվում է եւ այլն։ Եթե ձեր տրամաբանությամբ նայենք, բնականաբար կարող ենք, բայց եթե մի քիչ խորնա կտեսնենք, որ Տիկին Գյուրեղյանը հիպոթեկային վարկ է վերցրել, բնական անձեռբուլ է, այսինքն նշանակում է իր կյանքում դրական փոփոխություն է տեղի ունեցել, ինչը շատ լավ է։ Նաեւ դա վկայում է մեկ ուրիշ բանի մասին։ Միգուցե իրան ժամանակին հիպոթեկային վարկ բանկը մերժել է տրամադրել, որովհետև եկամուտները չեն բավարարել, հիմա բավարարում են։ Այսինքն դա վկայում այն մասին, որ Տիկին Գյուրեղյանը ավելի վճարունակ է դարձել։ Այսինքն հարցը չի կարելի միակողմանի ներկայացնել ու մանիպուլացնել Հայաստանի։ Հույս ունեմ, որ այս օրինակից հետո բոլորիդ համար պարզ կդառնա ինչ է նշանակում պարտք, վճարունակություն, պարտքի բեռ, բայց անկեղծ ասած, որ ճիշտ ասեմ, հույս չունեմ։ Ուղղակի խնդրանքս այն է, որ մարդ ինչից որ հասկանում է, թող դրանից խոսա։ Ինչից է ենթադրել, որ պիտի վեր կենաք տնտեսությունից մինչև գինեկոլոգիա ամեն ինչի մասին բաներ ասեք ու երբ որ ուրիշ բաներին է վերաբերում, դա տարեք հասցրեք գինեկոլոգիայի ոլորտին։ Ես մտածում եի, որ ձեր խմբակցությունում կան падգամավորներ, օրինակ Արթուր Խաչատրյանը, որը երբեմն կբացատրի ինչա նշանակում, բայց Արթուր Խաչատրյանը ինքն էլ մանիպուլյացիաների մեծ վարպետ է, հիմա կգա կպատասխանի։ Ես հույս ունեի, որ իրենց հետո կխոսեմ, բայց ոչինչ, հետո էլի առիթ կլինի։ Ուրեմն Արթուր Խաչատրյանն ինչ է անում։ Ուզում էի այն ժամանակ ասեի, ասեցի լավ, հետո կգա բյուջեի քննարկման ժամանակ կասեմ։ Ուրեմն վերցրել է բյուջեի 4 տարվա ցուցանիշները, այսինքն ինչքան եկամուտ է հավաքվել հունվար ապրիլ ամիսներին,
Համեմատել է կես տարվա 6 ամիսների կատարողականի հետ, ու ասում է տնտեսությունը կործանում է եզրին է, հարկերը 30%-ով թերակատարվում։ Չի սպասել էլի, որ 2 ամիսներ լինի, հետո կարողանա իրար հետ համեմատել։ Հիմա կա այդ գրառումը, կխնդրեմ, որ գա պարոն Խաչատրյանը մի հատ այդ մասը պարզաբանի։ Հաջորդը ասում է մինչ բալիստիկ հրթիռները թռնում են մեր երկրի վրայով բառացիորեն, դուք ես ինչերով եք զբաղված։ Այս միտքը մի քանի հոգի կրկնեցին, պատերազմին 5 պակաս, ուրեմն մեր մոտ տարածաշրջանը վերջին մի քանի տարիներին եռում է, ու մեր արչև մարտահրավերները վերջին տարիներին միշտ եղել են։ Ես ուզում հիշեցնել, որ օրինակ անցած տարի, երբ որ Տավուշի լոռու մարզերում աղետ ունենք փաստացի բնական, դուք ինչով եք զբաղված։ Ամբողջ պետական համակարգը զբաղված էր այդ աղետի հետևանքները վերացնելով, դուք կհիշեք ինչով եք զբաղված։ Կամ 22 թվականի ջերմուկի վրա հարձակման ժամանակ ինչով եք զբաղված։ Այս ընթացքում ինչքան մարտահրավերներ, խնդիրներ եղել են, ինչով եք զբաղված եղել։ Դրա համար որ ասում եք չեք հոգնել այս վիճակից, անկեղծ ասած հոգնել ենք։ Որտեվ այս տիպի որ Տիկին Վարդանն ասում է դե ունենք այնինչ ունենք այս ազգային ժողովը, հա դե ունենք այնինչ ունենք, մի յոլա կտանենք մի տարի, մինչև այդ հոգնածությունը կանցնի։ Դուք էլ ստիպված չեք լինի այս ամեն ինչին հետևել ու հոգնել, որովհետև հուսով եմ այս դալիճում չեք լինի։ Բայց այդ բալիստիկ հրթիռների մասով որ ասում եք, ինձ գիտեք ինչն է հետաքրքիր։ Օրինակ ինձ հետաքրքիր է, այդ ոնց եղավ, որ Իսրայելի նման փոքր պետությունը քիչ ժամանակում կարողացավ այդպիսի գերժամանակակից տեխնոլոգիաներ ունենալու ուղարկել մեր գլխավերևով, ինչպես դուք ասում եք, Իրանի վրա, բայց մենք չկարողացանք։ Տեղի ունեցավ այն պատճառով, որ ասում եք, մինչ բալիստիկ հրթիռները թռնում են, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մինչ մեր հարևան երկրները սպառազինվում էին, տեխնոլոգիաներին, գիտությանը, կրթությանը ուշադրություն էին դարձնում, դուք զբաղված էիք ամեն ինչը, ամեն պետական ինստիտուտ ապականելով, կրթությունից մինչև իրավապահ համակարգ ու ամեն ինչ, ու հույս ունեք, որ այդ պայմաններում ինչ-որ մենք կարող ենք լավ արդյունքներ ունենալ։ Ամենահետաքրքիր բաներից մեկն էլ այն է, որ դուք հետևողականորեն փորձում եք ամեն ինչը մատուցել հակառակողից, ոնց որ պետական պարտքի մասին ենք ասում։ Ասենք ինչ է տեղի ունենում։ Վարչապետը խոսում է ցեղասպանության մասին, այն համատեքստում, որ պետք է հասկանալ ինչու է դա տեղի ունեցել, պետք է հասկանալ ինչու մի քանի տասնամյակ լռելուց հետո այդ ամեն ինչի մասին սկսեցին խոսել, դուք դա ներկայացնում եք ցեղասպանությունը հերքել ու սկսում եք դա տարածել։ Կամ խոսում են առանձին հոգևորականների մասին, դուք դա ներկայացնում եք եկեղեցու դեմ պայքար, սկսում եք դրա մասին խոսել։ Այնպիսի տպավորություն է, որ դուք մտածում եք, որ մեր ժողովուրդը անմեղսունակ է։ Այսինքն դուք ինչ մատուցեք, իրենք այդ ամեն ինչին պիտի հավատան։ Բայց ի զարմանս ձեզ, այդպես չի, մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են ու վերջում մի քիչ էլ էս ամենաթարմ թեմաներից Էս ինչ ազգային ասում եք, որ տակ թուրքերին, այն ինչ էսպես եք անում ազգային արժանապատվություն եւ այլն։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հիշել, փորձել հիշել, թե 2014 թվականին, երբ Ռուսաստանում ձերբակալվեց հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, ձեզանից որ մեկը մի բառ ասեց, հատուկ ման եմ եկել, ուրեմն մի թեթև այդ մասին խոսել է Արփինե Հովանեսյանը, բայց շատ զգույշ, ու եթե չեմ սխալվում Վարան Բաղդասարյանը, էլի շատ զգույշ։ Ուրիշ ոչ մեկը չի խոսել, մեկ էլ Պարքև Սրբազանը։ Եկեղեցու կողմից հայտարարություն, չգիտեմ նման բաներ, ոչ մի արտահայտություն չի եղել։ Այդ երբ խոսքը վերաբերվում է ձեր շահերին, այդ ժամանակ հիշում եք, որ կարելի է սատար կայանում, երբ որ չէ, ու ազգային արժանապատվությունից որ խոսում եք, մեկ է խնդրում եմ նկատի ունենալ, որ անկախ նրանից ով է երկրի իշխանությունը, ով է վարչապետը, ազգային ժողովի նախագահը կամ պետական ինստիտուտներ, ու երբ պետական ռուսական ալիքներով ինչ որ ոչնչություն համարձակվում է Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի իշխանությունների հասցեին վիրավորական արտահայտություններ անել, պիտի ոչ թե ոգևորությամբ այդ տարածեք անկախ ձեր վերաբերմունքից,
այլ պիտի առաջինը դուք այդ ամեն ինչը դատապարտեք ու արհամարեք, որովհետև այդ մեր պետությանն է վնասում, ոչ թե մեզ։ Այդ ձեր տարածել է վնասումը ձեզ, այն մարդկանց, ում դուք պաշտպանում եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թունյան։